կան հուշող ախտանշաններ, Տիկին Ղազինյան, որ մարդիկ փորձեն իրենք հասկանալ, ունեն լյարդի ճարպակալում, թե ոչ։ Ինչպես լսեցի հաղորդման շրջանում, լյարդը տառապում է լռության մեջ, եւ մարդիկ մեկ այլ պատճառներով կարող են գնալ դիմել բժշկի եւ ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերել լյարդի ճարպակալում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ոչ սպეციფიկ ախտանիշներ գոյություն ունեն, որոնք պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը ռիսկի խմբի մեր սուբյեկտները, պացիենտները պետք է ուշադրություն դարձնեն, որոնք ունեն ավելորդ քաշ, որոնք ունեն ճարպակալում, ընդհանուր ճարպակալում կամ կենտրոնական ճարպակալում, դա կարևոր չէ։ Իրանք պետք է հետևեն դրան։ Իսկ ոչ սպეციფიկ ախտանիշներից, իդեպ ասեմ, որքան զարմանալի է, ընդհանուր թուլություն եւ հոգնածության զգացումն է, որը ղեկցում են նման մարդկանց, նայած ինչ աստիճանի է ճարպակալումը։ Ասում են աջ կողի ներքևում, որովայնի աջ կողմում ցավերը նույնպես կարող են բնորոշել փքվածություն, հա, սեղմումներ, դիսկոմֆորտ ավելի շատ։ Շատ լավ։ Իսկ ինչպես է ժամանակակից բժշկությունը ախտորոշում որովայնի ճարպակալումը։ Շատ հասարակ, առաջին ախտորոշման մեթոդը դա սոսկ հասարակ ուլտրաձայնային հետազոտություն։